Այսօր մեր գրասենյակում խոսենք կրիպտո արժույթի ոլորտի հետ կապված օրենսդրական զարգացումների մասին։ Կարծում եմ տեղեկացված եք, որ երկար տարիներ Հայաստանում օրենսդրական կարգավորում այս ոլորտի չի եղել, չնայած դրան մեր երկրում այդ ոլորտը ունի որոշակի բնականոն զարգացում, որոշ մասնագետներ կարողացել են նույնիսկ բիզնես ստեղծել կրիպտոյի ոլորտում եւ որոշակի ծառայություններ մատուցել։ Այդ բիզնեսներից մեկի Crypto Change-ի ղեկավարներից Էդուարդ Ավետիսյանին հրավիրել ենք այսօր մեզ հյուր, որպեսզի նա նույնպես ներկայացնի այն պրակտիկ խնդիրները, որ ոլորտի մասնագետները տեսնում են։ Մեր գրասենյակի կողմից իրականացվել է թե պրակտիկ խնդիրների վերհանում, թե օրենսդրական նախագծի խորացված ուսումնասիրություն, համադրում այդ նախագծի եւ միջազգային փորձի, եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների եւ կրիպտոյի ոլորտում հատուկ օրենսդրություններ ունեցող եւ այդ ոլորտը տնտեսական զարգացման կարևոր ճյուղ համարող պետությունների օրենսդրական կարգավորումների ուսումնասիրություն եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում մենք գտել ենք, որ նախագծի այն տեքստը, որը այսօր շրջանառվում է եւ որը այսօր որոշակի արդեն փուլեր հաղթահարել է, խիստ վտանգավոր է եւ եթե մենք այդ նախագիծը այդ տեքստով ընդունենք, ոչ թե մենք կունենանք կրիպտո ոլորտի կարգավորում եւ հետագա զարգացում, այլ ուղղակի կարող ենք այս ոլորտը փակուղի մտցնել եւ այն տնտեսվարողներին, որոնք այս ոլորտում գործունեություն են իրականացնում, զրկենք բիզնես իրականացնելու հնարավորությունից, բացի այդ այն ներդրողներին, ովքեր կրիպտոյի միջոցով են ներդրումներ անում, ինչպես նաև առևտրի այն շրջանառությունը, որը կրիպտոյի ոլորտով է իրականացվում, կարող է ուղղակի մեր պետությունից դուրս գալ, ինչը կարող է տնտեսությանը լուրջ վտանգներ հասցնել։ Միաժամանակ հասկանալով, որ իրավական կարգավորումները կարևոր են եւ ոլորտում բազմաթիվ բացեր կան այսօրվա կարգավորում չունենալու պայմաններում, մենք գտել ենք, որ այլընտրանքը դա այն է, որպեսզի մենք առաջարկենք օրենսդրական այնպիսի լուծումներ, որոնք թե պետության խնդիրը կլուծեն այս ոլորտը ամբողջությամբ իրավական դաշտ բերելու, թե այդ ռիսկերը, որը գործող նախագծով տեսնում ենք, կչեզոքացվի եւ իրականում մեր նպատակն է եւ կարծում ենք մեր առաջարկությամբ այդ նպատակին հասնելը իրատեսական է, որպեսզի այս ոլորտը մեր երկրում հատուկ զարգացման ոլորտներից մեկը լինի, որը ապահովի երկրի թե տնտեսական զարգացումը, թե նոր ներդրումները, թե առևտրաշրջանառության բարձրացումը, թե ոլորտում աշխատող բարեխիղճ, այսինքն հարկ վճարելու պատրաստակամություն ունեցող եւ հանցավոր ուրեմն կրիպտոյի շրջանառությունից օգտվող էլեմենտներին դեմ պայքարող տնտեսվարներին աջակցող օրենսդրական նախագիծ կլինի։ Սկզբում մենք խոսք տանք Էդուարդ Ավետիսյանին, խնդրենք նրան պրակտիկ իրավիճակը ներկայացնել, որից հետո մեր մասնագետը Նահապետ Սուքիասյանը մանրակրկիտ կներկայացնի օրենսդրական նախագծի խնդրահարույց կողմերը եւ այդ խնդրահարույց կողմերի հաղթահարման ուղղված մեր առաջարկություն։ Պարոն Ավետիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես խոսեմ հիմնականում բիզնեսի տեսանկյունից, նաեւ որոշակիորեն ոնց որ քաղաքական ասպեկտներին փորձեմ անդրադառնալ տվյալ հարցի։ Նախ կուզեմ սկզբից նշել, որ այս ոլորտում կարգավորում միանշանակ պետք է այս ոլորտը օրենսդրական դաշտ բերել, քանի որ ոլորտի տնտեսվարողներն էլ չգիտեն թե ինչպես գրանցվեն, ինչպես հարաբերվեն պետության հետ, ինչպես հարկեր վճարեն, նաև շատ խոչընդոտներ կան մասնավորապես բանկային համակարգի կողմից, այսինքն օրենսդրություն միանշանակ պետք է, ու սրա մասին ոլորտը խոսել է տարիներ շարունակ։ Ես հիշում եմ, որ 3-4-5 տարի առաջ կրիպտո համայնքի հավաքներ էին լինում ու անդադ խոսք էր գնում այս ոլորտի հետ կապված օրենքներ Հայաստանում չկան, դա խնդրեմ է, պետք է ինչ-որ կանոններ մշակել եւ այլն եւ այլն։ Այսինքն օրենսդրական դաշտ պետք է, բայց այն օրենսդրական կարգավորումը, որը հիմա առաջարկվում է շրջանառվում է կենտրոնական բանկի կողմից, դա շատ բացասական բազայով է, վերցվել է եվրոպական մի կարգավորումը կրիպտո արժույթներին առնչվող եւ տվյալ կարգավորման նախ արժի նշել, որ տվյալ կարգավորումը ամբողջությամբ ուժի մեջ չի մտել դեռևս Եվրամիությունում, այսինքն մենք չենք տեսել դրա արդյունքները։ Բացի այդ, անգամ հələ որ դեռ ուժի մեջ չմտած իրավիճակով շատ ընկերություններ
որոնք որ նախկինում կրիպտոարժույթների ծառայությունների մատուցում Եվրոպական միությունում, հիմա դուրս են գալիս այնտեղից, հենց տվյալ օրենսդրության չափազանց բարդ եւ ոչ տրամաբանական լինելու պատճառով։ Ու տվյալ օրենսդրական օրինակը այստեղ բերելը այնպիսի տեղից, որտեղ որ կրիպտո համակարգը զարգացած չի, ստարտափային համակարգը զարգացած չի, տրամաբանված չի, եթե մենք ուզում ենք այս ոլորտի զարգացում ապահովել Հայաստանում։ Սա ոլորտը սահմանափակող ու չափազանց մեծ վերահսկողություն պարտադրող ու դժվարություններ ստեղծող օրենսդրություն է, որի մեջ նաև ներառված է շատ մեծ օրենքի անորոշություն, որ գրեթե ամեն ինչ տրված է կենտրոնական բանկի լիազորությանը սեփական հայեցողությամբ, նորմատիվ իրավական ակտերի միջոցով, օրենքում մոտ 150 տեղ կենտրոնական բանկին թույլ է տրված այդ ճկունությունը սեփական հայեցողությամբ որոշել, թե այս կամ այն հարցը ոնց կարգավորվի, ու բիզնեսների համար ապահովված չի կանխատեսում, այսինքն կանխատեսելիություն, թե իրանք երբ որ ներդրում են անում կամ երբ որ գործում են, ինչ կանոնների տակ են գործելու, ինչ են սպասելու ռեգուլատորից։ Ու հենց ռեգուլատորի ընտրությունն էլ է իրականում չափազանց սխալ, քանի որ բանկային համակարգը ու կենտրոնական բանկերը իրանք մրցակցում են փաստացի կենտրոնական կրիպտոարժույթների ոլորտի հետ։ Երկուսն էլ գործում են նույն շուկայում, փողի շուկայում, որ ապահովում են ֆինանսական միջոցների փոխանցումներ, ինչպես պետության ներսում, այնպես էլ միջազգային փոխանցումներ, դրանից ստանում են միջնորդավճարներ, ու բանկային համակարգը կենտրոնական բանկերը իրանք շահագրգռված չեն, որպեսզի այս ոլորտը զարգանա։ Այսինքն փաստացի այս ոլորտին մրցակից կառույցն ենք մենք տալիս ոլորտի վերահսկողությունը։ Մենք տեսել ենք, որ այն երկրներում, որտեղ որ տվյալ ոլորտը զարգացած է, որտեղ կան խելամիտ ու արդար խաղի կանոններ այս ոլորտի համար, այնտեղ մեծամասամբ կենտրոնական բանկերը չեն, որ ոլորտը վերահսկում են։ Այսինքն ինչ որ նեյտրալ կառույցներ են լինում, որոնք որ հավասարակշռում են համ բանկային շահերը, համ կրիպտո ոլորտի շահերը, ու ըստ դրա են ոլորտը կարգավորում։ Ու բացի սրանից հիմա կենտրոնական բանկի պաշտոնյաները ելույթներ են ունենում ազգային ժողովում, խոսում են տվյալ թեմայով, ասում են, որ պետք չի տենց նեգատիվ տրամադրվել ռեգուլատորի կողմից, այնպես չի, որ ռեգուլատորը վատ ինչ որ մտքեր ունի կամ պլաններ ունի այս ոլորտի հետ կապված, բայց մենք տեսնում ենք, որ օրենքի նախագծում օրինակ գրված է, որ եթե կրիպտոարժույթները տարածում են ստանում, ավելի շատ գործարքներ են դրանցով անում, հնարավոր է, որ ֆինանսական կայունության ռիսկեր առաջանան։ Այսինքն կենտրոնական բանկը այս ոլորտը նայում է բացառապես ռիսկերի տեսանկյունից, ինքը շահագրգռված է, որ հանկարծ այստեղ ավելի շատ գործարքներ չլինեն, ավելի մեծ տարածում կրիպտոարժույթները չստանան։ Բացի այդ, ասում են, որ իրանք ազգային ժողովում, հանձնաժողովում, որ քննարկում էր գնում, ասացին, որ օրինակ Ամերիկայում այնտեղ ռեգուլատորը enforcement-ի, այսինքն դատի տալու կամ ինչ-որ պատժամիջոցների միջոցով էր ճնշում ոլորտը, մինչդեռ Հայաստանում նմանատիպ բան չի եղել։ Հայաստանում իրականում եղել է նմանատիպ բան 2018 թվականից, երբ որ հայտարարությունը շրջաբերական ուղարկեց կենտրոնական բանկը բանկերին ու նաև հանրությանը տեղեկացրեց կրիպտոակտիվների մասին, այնտեղ իրենց մոտ հստակ գրված էր հայտարարության մեջ, որ կրիպտոարժույթները չափազանց ռիսկային են, անկայուն են, օգտագործվում են փողերի լվացման համար, տերորիստների ֆինանսավորման համար, աշխարհի ամենավատ բաներն են ասում կրիպտոարժույթների մասին ու ասում են հանրությանը ու տնտեսվարողներին խորհուրդ ենք տալիս կրիպտոարժույթներով որևէ գործարքներ չանել։ Ու այս հայտարարության ու նաև ներքին բանկերին ուղղված պահանջի հետևանքով Հայաստանում կրիպտո ոլորտը կարելի ասել գոյություն չի ունեցել, ինքը գոյություն է ունեցել չափազանց մանր շուկայական ինչ որ ձև գոյատևելու մակարդակով հիմնականում կանխիկով գործարքներ անելու մակարդակում, որովհետև ամբողջությամբ կտրված է եղել ավանդական ֆինանսական ծառայություններից։ Այն որ կրիպտո ընկերությունները միջազգային որ պետք է Հայաստան գան գրանցվեն, իրանք հնարավորություն չեն ունեցել գալ այստեղ Հայաստան ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, որովհետև առաջին քայլ որպես պետք է ամենապարզ բանը, երբ որ գրանցվում ես, պետք է բանկային հաշիվ ունենաս։ Իսկ բանկերը չեն բացում կրիպտոարժույթով ծառայություններ մատուցող ընկերությունների համար բանկային հաշիվ, որովհետև կենտրոնական բանկը այս ոլորտը ռիսկային է համարում ու հորդորում է բանկերին զերծ մնալ կրիպտոից։ Այսինքն այդ սահմանափակումը արդեն մենք տեսել ենք ռեգուլատորի կողմից, ու այդ ոչ թե բարի կամք է, այլ դրա լրիվ հակառակն ենք տեսել։ Ու հիմա երբ որ տալիս ենք այս ոլորտի վերահսկողությունը նույն մարմնին, կարելի է նաև նույն արդյունքը ակնկալել, որ ոնց որ նախկինում են սահմանափակել, ոնց որ վատ խորհուրդներ են տվել նախկինում հանրությանը ու պետությանը այս ոլորտից հեռու մնալու տեսքով, մինչդեռ հակառակը, եթե այս ոլորտում ներգրաված լինեն ու հնարավորություններից օգտված լինեին, համ մարդիկ, համ պետությունը դրանից շատ շահած կլինեին։ Այսինքն ռեգուլատորն էլ է այստեղ շատ սխալ ընտրված, բացի նրանից, որ օրենսդրական բազան է խիստ բացասական։ Նաև այս օրենսդրության հիմնաքարից մեկը իրանք նշում են նույն ռիսկ, նույն կարգավորում սկզբունքը,
մինչդեռ դա տրամաբանական չի, որովհետև սա ամբողջությամբ ուրիշ ոլորտ է, ինչքան էլ որ նմանություններ ունի ֆինանսներին, բայց լրիվ ուրիշ ձև աշխատող տեխնոլոգիա է, ուրիշ մեխանիզմներով, ուրիշ գաղափարախոսություններով ու հնարավորություններով, ու այստեղ այն ավանդական ֆինանսների ու բանկերի սահմանափակումները ու ռեգուլյացիաները իրականում կիրառելի չեն։ Իրանք հիմա փորձում են այդ նույն գաղափարի մեջ, նույն սահմանափակումների մեջ դնել այս ոլորտը, ոնց որ բանկային համակարգը, մինչդեռ մենք բազմիցս փակ քննարկումների ժամանակ ասում ենք, որ հնարավոր չի նույն կանոնները այս ոլորտի վրա կիրառել։ Օրինակ, որ ասում են փոխանցումների հետագծելիությունը travel rule են ասում դրան, դա մեր համար կարմիր գիծ է, դա պարտադիր պետք է պահենք, այսինքն ումից որտեղ ագնում հաճախորդները բոլոր պետք է նույնականացվեն։ Սա օրինակ այս ոլորտում կիրառելի չի, որովհետև կան անձնական դրամբանակներ, որտեղ դու պարզապես չես կարող իդենտիֆիկացնել, թե այդ դրամբանակի տերը ով է։ Այս օրենսդրության արդյունքում, եթե նման տիպ օրենսդրությունը ընդունվի Հայաստանում, արդյունքային կլինի, որ պարզապես այս ոլորտը կմահանա, բիզնեսները, որոնք որ կան, ու հատկապես փոքր ձեռնարկությունները չեն կարողանա գործունեություն ծավալել, որովհետև նաև այդ մասով բան է տրված, լիազորություն է տված կենտրոնական բանկին սեփական հայացողությամբ որոշել, թե ինչքան կանոնադրական կապիտալ պետք է ունենան ընկերությունները, որոնք որ այստեղ գործելու են։ Չեն բացահայտում, թե ինչ թիվ են սահմանելու, որը որ էլի շատ մեծ անորոշություն ա խնդիր է, բայց քննարկումներ են գնում, որ կարող է օրինակ լինի 100 միլիոն, կարող է 300 միլիոն դրամ։ Այսինքն մեծ կապիտալի պահանջներ են դնելու դեռևս սաղմնային փուլում գտնվող ոլորտի համար, որտեղ որ հիմնականում փոքր մանր բիզնեսներ են գործում ու իրանք հնարավորություն չեն ունեցել անլայնվել զարգացում ունենալ, որովհետև սահմանափակումներ են եղել կենտրոնական բանկի կողմից տրված։ Ու այս օրենսդրությունը մեծապես կենտրոնանում է ռիսկերի վրա։ Այստեղ, եթե ռիսկերից խոսենք, ապա միջազգային տվյալներով, ցուցանիշներով, մեծ 4 աուդիտորական ընկերություններից KPMG տվյալներով, կրիպտո շրջանառությունից, ընդհանուր շրջանառությունից, ընդամենը 0.25%-ն է, որ անօրինական փողերին է առնչվում։ Այսինքն չնչին մասն է կրիպտոյի շրջանառության անօրինական, ու հիմա մենք բերում ենք այս ոլորտին նայում ենք հենց այդ ռիսկերի տեսանկյունից բացառապես այս 0.25%-ի վրա կենտրոնանալով ու բաց ենք թողում այն ահռելի հնարավորությունները, 99% հնարավորությունները, որը որ այս ոլորտը հնարավորություն է տալիս։ Մեր համայնքի կրիպտո ընկերությունների առաջարկն է, որ օրենսդրական կարգավորման մասով առաջնորդվել չվնասելու սկզբունքով, այսինքն այն ինչ հիմա որ կա, եկեք փորձենք սկզբից այդ ամեն ինչին չվնասել ու կենտրոնանանք խնդիրների վրա, թե ինչ խնդիրներ այս պայդրությամբ այս ոլորտում կա, դրանք իրականում շատ պարզ են, 3 հիմնական խնդիր կա, մեկը այն որ իրավապահների հետ համագործակցություն պետք է լինի, հանցագործությունների հետ բացահայտման, մյուսը պետք է այն լինի, որ հաճախորդների նույնականացում լինի, որ իրականում պետք է սկզբից հաճախորդները նույնականացվեն, որ հետո կարողանանք իրավապահների հետ համագործակցել ու տեղեկատվության փոխանակում լինի։ Երրորդն էլ որ հարկման մեխանիզմներ լինեն, թե այս տնտեսվարողները երբ որ գործունեություն են ծավալում, ոնց է իրանց շահույթը գեներացվում, ֆիքսվում, դրանից ինչքան հարկ են վճարում։ Այսինքն մենք կարող ենք այս պայդրությամբ որպես առաջին փուլ այս գերխնդիրներին լուծում տալ հասցեագրել, որը որ ոլորտի Հայաստանում այս ոլորտի խնդիրների 98%-ը ծածկում է, ու այսպեսի բարդ մեգա կարգավորում չի բերում ռիսկերով լցված, որ կարող է ընդհանրապես այս ոլորտը անհետանա, ու այդպես պարզ, շատ պարզ օրենսդրություն մշակելով շատ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի առաջ գնալը։ Նաև տեսնելով ազգային ժողովում քննարկումները, նաև փակ քննարկումներ այս թեմաներով ունենալով, մենք տեսնում ենք, որ հանրությունը, նաև ոլորտի պատասխանատու մարդիկ, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորները գրեթե պատկերացում չունեն այս թեմայից, այնտեղ հանձնաժողովի նիստին միտք հնչեց, որ սկսեցի օրենքը կարդալ, հասկացա, որ ավելի հեշտ կլիներ չինարեն սովորելը, քան թե օրենքից բան հասկանալը, ու ստացվում է, որ պետությունը ազգային ժողովը որոշում է կայացնում ինչ որ ոլորտի հետ կապված, ինչ որ կարգավորման հետ կապված, որի մասին որ պատկերացումներ չունի, արժի նաև այդ պատճառով ավելի փոքր ու հասցեական քայլերով այստեղ առաջ շարժվել ու նաև ավելի շատ քննարկումներ ունենալ, ինչ ոչ նաև ազգային ժողովում հանրային լսումներ ունենալ, ինչի միտքը նաև ազգային ժողովում 3 տեղի ունեցած քննարկմանը հնչեց։ Ու էլի վերադառնալով ռեգուլատորին, այսքանով կամփոփեմ միտքը, որ կենտրոնական բանկին ենք հիմա այս օրենսդրությամբ տալիս լիազորությունը, բայց սա մրցակից ոլորտներ են, տրամաբանված չի, այստեղ շահագրգիռ մարմնին ոլորտը վերահսկելու ու կարգավորելու լիազորություն տալը։ Ու մենք տեսել ենք, որ ինքը այս ոլորտը նախկինում սահմանափակել է, ու ինքը այս ոլորտին նայում է բացառապես ռիսկերի տեսանկյունից, իսկ օրինակ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, նախկինում նաև կապի նախարարությունը, IT նախարարություններ են ժամանակ, ինքը 2019 թվականից
այս ոլորտը համարվում է գերակա ճյուղ, այսինքն ստացվում է, որ մի կառույցը պետական, ինքը ասում է, սա ռիսկեր է, սա խնդիրներ է, հեռու մնացեք սրանից, մյուս կառույցը ասում է, սա իմ համար գերակա ճյուղ է, սա կարևոր ինովացիոն ոլորտ է, որտեղ մենք պետք է զարգացնենք, ու մենք տալիս ենք այն 99% հնարավորություններով ու 1% ռիսկերով այս ոլորտը նրան, ով որ ռիսկերն է կառավարում ու դրա արդյունքում բաց ենք թողնում այն ահռելի մեծ հնարավորությունները, որը որպես պետություն նույնպես չարժի բաց թողնել։ Սա մենակ տնտեսվարողների, բիզնեսների տեսանկյունից չեմ ասում, որովհետև այս ոլորտը գլոբալ է։ Մենք կարող ենք ծառայություն մատուցել ցանկացած այլ երկրում գործունեություն ծավալելով ու այդ երկրին օգուտներ տալ, երբ որ իրանց մոտ են գրանցվում, իրանց մոտ են հարկեր տալիս։ Այստեղ պետությունն է կորցնում հնարավորություններ, երբ որ այս ոլորտի համար պարարտող ու լավ միջավայր չի ստեղծում ու տրամաբանված կարգավորում չի մոտեցնում։ Այսքանով ամփոփեմ։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Ես մի քանի բառով փորձեմ նաև ամփոփեմ պարոն Ավետիսյանի ասածը, եթե սխալ եմ հասկացել, ինձ գուղակ պարոն Ավետիսյան։ Այսինքն, տեսեք, մեր օրինագիծը տալիս է կենտրոնական բանկին անսահմանափակ լիազորություններ, դրա մասին հիմա Պետրոսի Քրեսյան ավելի մանրամասն կներկայացնի, եւ այս պայմաններում մենք կարծես թե կրիպտոյի ոլորտի հետագա զարգացումը խեղդում ենք այն պայմաններում, երբ այդ ոլորտը նույնիսկ կարգավորված չլինելու պայմաններում ինքը որոշակի օգուտներ է գեներացնում։ Այսինքն մեր խնդիրը, եթե այս ոլորտը կարգավորել եւ այդ օգուտները ավելացնելն է, մենք դրա փոխարեն տալիս ենք այն կառույցին, որը այսպես ասած, իհարկե կենտրոնական բանկը մեր պետության ճշնամին չի, բայց կենտրոնական բանկը ինքը ուզի գործում է բանկային համակարգի երկար տարիների ընթացքում ձևավորված սահմանափակումների մեջ եւ ընդհանրապես բանկային համակարգը համաշխարհային, որը թելադրում է նաեւ մեր կենտրոնական բանկին իր կանոնները, ինքը կրիպտոարժույթը տեսնում է որպես բանկային եկամուտների գեներացման այլընտրանք։ Այսինքն կրիպտոն երբ սկսեց շրջանառվել, երբ որ անձիկ IT ոլորտը օգտագործելով հասկացան, որ կարելի է բանկային, օրինակ, բարձր տոկոսների փոխարեն փոխանցում ունենալ գրեթե 0% Մեր նման պետության համար, որը ունի սահմանային խնդիրներ, որտեղ IT ոլորտը դրված է որպես կարևոր տնտեսական նշանակություն ունեցող ոլորտ, գիտենք մեր պետությունը IT ոլորտին այսօր հարկային առումով հսկայական արտոնություններ է տվել, ընդհանուր մինչև 1% հարկման տակ է դրել, եւ այդ ոլորտում IT ոլորտին կից ձևավորված այս կրիպտո փոխանցումների ոլորտը վերացնելը որևէ ձև չի կարող արդարացված լինել։ Եվ մենք չենք կարող սպասենք կենտրոնական բանկից այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են կրիպտոյի զարգացմանը տանել։ Դա կենտրոնական բանկը ուղղակի եթե ուզել չի կարողանի, որտեղ ինքը համաշխարհային բանկային կանոններով այնքան է սահմանափակված եւ այնքան ուղղակի է հակադրությունը բանկային համակարգի շահի եւ կրիպտո, այսպես ասած, արժույթով գործարքներ անելու այս այլընտրանքի, որ այդտեղ սпасել դրական զարգացում ուղղակի անտրամաբանական է։ Եվ այստեղ ինչ է ասում պարոն Ավետիսյանը, ասում է, եթե գտնում եք, որ կենտրոնական բանկը պետք է առնչություն ունենա, ուրեմն եկեք տանք մի նոր կառույց ստեղծենք, օրինակ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը այստեղ տեսնում է հեռանկար, այստեղ տեսնում է տնտեսական զարգացում, սատարում է այս ոլորտը, այն որպես կարևոր է դիտում։ Ինչու ենք մենք նրան իզոլացնում այս կարգավորումից, տալիս այն ոլորտին, որը ընդամենը մի քանի տարի առաջ բոլոր բանկերին շրջաբերական ուղարկե, որով արգելել է կրիպտոյով որևէ գործարք կատարել, հա, այսինքն դրանով երևում է բանկային համակարգի մոտեցում։ Պարոն Սուքերսյան, խնդրեմ, ներկայացրեք նախագիծը, խնդիրները, լսենք ձեզ։ Շնորհակալություն։ Ես կփորձեմ իրավական որոշակի վերլուծություն անել արդեն իսկ շրջանառվող նախագծի։ Գործընկերներս ներկայացրեցին նախագծի հայեցակարգային դրույթները։ Ի վերջո ցանկացած նախագիծ գրելուց առաջին հերթին անհրաժեշտ է ֆիքսել նախագծի նպատակը եւ ըստ դրա արդեն նախագիծը ու այնտեղ ներառվող իրավական նորմերը ստանում են իրենց տեսքը, բայց նույնիսկ այս պարագայում, երբ մենք ունենք նախագիծ եւ դրա հետ կապված կան հայեցակարգային խնդիրներ, ինքնին նախագիծը նույնիսկ ունենալով այլ հայեցակարգ չունի բավարար իրավական որոշակիություն, հստակություն եւ չի ապահովում նախագծով կարգավորվող իրավարաբերությունների սուբյեկտների համար վարքագծի բավարար չափով կանխատեսելիություն
որոնք 3 կարևոր սահմանադրական սկզբունքներ են, որին պետք է համապատասխանի ցանկացած օրենք։ Առաջին հերթին շարունակելով լիցենզավորող մարմնի մասին իմ գործընկերների հետ առաջարկը, կարծում եմ այստեղ շատ կարևոր է ֆիքսել մեկ փաստ, որ մենք աշխարհում չունենք գրեթե որևէ երկիր, որտեղ կենտրոնական բանկն է կարգավորում կրիպտո արժույթներով իրավահարաբերությունները։ Սա ինչով է էական։ Մեր սահմանադրությամբ սահմանված է, որ կենտրոնական բանկը իրականացնում է դրամավարկային քաղաքականությունը, եւ ըստ էության աշխարհի բոլոր երկրներում կենտրոնական բանկերի նպատակը պետության դրամավարկային քաղաքականության իրականացումն է, եւ նույնիսկ այլ ավանդական ֆինանսական հաստատությունները բացի բանկերից աշխարհում հիմնականում կարգավորվում են այլ պետական մարմինների կողմից, եւ այս պարագայում եթե մենք նայենք միջազգային փորձին, ապա կտեսնենք, որ նույնիսկ ՄԻԿԱ կարգավորումների շրջանակներում գործող Ֆրանսիայում լիցենզավորող մարմին է ընտրվել IMF-ը, որը անկախ մարմին է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմում, Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվել է լրիվ առանձին մարմին, Վառան, որը կարգավորում է կրիպտոարժույթներով հարաբերությունները, ինչպես նաեւ լիցենզավորում է կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձանց։ Այստեղ պատահական չեն ընտրվել այս մարմինները, որովհետև կրիպտո արժույթների ոլորտում որակյալ կարգավորումներ ունենալու առաջին նախադրյալը դրա գործարքի յուրաքանչյուր փուլի ճշգրիտ պատկերացումն է, եւ կենտրոնական բանկերը մասնագիտացված են դրամավարկային քաղաքականության ապահովման ու ավանդական ֆինանսական հաստատությունների, ընդ որում աշխարհում հիմնականում բանկերի կարգավորման ոլորտում, եւ նպատակը անկախ մարմին ստեղծելու բոլոր պետություններում եղել է մեկը՝ ստեղծել մարմին, որտեղ կարող են ապահովել պրոֆեսիոնալներ, ովքեր հասկանում են եւ պատկերացնում են կրիպտոակտիվների ու կրիպտո ոլորտի շրջանառությունը, կարգավորումները, գործարքների բնույթը եւ այլն։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ֆիքսել, որ կենտրոնական բանկը կարող է ապահովել այս ոլորտում կարգավորումները եւ վերահսկողությունը այնքանով, որքանով որ կրիպտոարժույթները կհամարվեն արժեթղթեր եւ ինչպես աշխարհում ընդունված մոտեցումն է, այն կրիպտոարժույթները, որոնք համարվում են արժեթղթեր, կարգավորվում են արժեթղթերը կարգավորող տվյալ երկրում արժեթղթերով հարաբերությունները կարգավորող մարմինների կողմից։ Շարունակելով նախագծի իրավական խնդիրները, ցանկանում եմ հիմնական մտահոգությունը հայտնել այն մասով, որ նախագիծը հիմնականում ունի նորմեր, որոնք բլանկետային են, այսինքն չեն պարունակում կարգավորումներ, այլ հղում են անում կենտրոնական բանկի կողմից ապագայում ընդունվող նորմատիվ իրավական ակտերին։ Առաջին հերթին պետք է նշել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, մասնավորապես կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, կարող են ընդունվել ի կատարումն օրենքի եւ չեն կարող սահմանել ու կարգավորել այն հարաբերությունները, որոնք ի սկզբանե ենթակա են կարգավորման օրենքով։ Սակայն մենք նախագծում ունենք բազմաթիվ նորմեր եւ այդ նորմերը ոչ միայն քանակապես, այլ նաեւ որակապես, մասնավորապես կարգավորում են այնպիսի հարաբերություններ, որոնք էական են ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար, այսինքն առաջին հերթին լիցենզավորում ստանալը, որը առաջի փուլն է, եւ լիցենզավորում ստանալու համար յուրաքանչյուր ծառայություն մատուցող պետք է ապահովի օրենքով սահմանված տնտեսական նորմատիվները եւ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում այդ տնտեսական նորմատիվները սահմանված են ոլորտը կարգավորող օրենքներով, մասնավորապես ընդհանուր կապիտալի չափը եւ մնացյալ տնտեսական նորմատիվները սահմանված են ինչպես ՄԻԿԱ կարգավորումների շրջանակում, վառա կարգավորումների շրջանակում եւ մնացյալ բոլոր կարգավորումների շրջանակներում եւ որևէ երկրում դրա որոշման հայեցողությունը թողնված չէ պետական մարմնին, այլ այն հստակ սահմանված է օրենքով եւ դա նորից բխում է օրենքի հստակության, որոշակիության եւ վարքագծի կանխատեսելիության սկզբունքներից, որովհետեւ ծառայություններ մատուցողի ու լիցենզավորում ստացողի համար առաջին քայլը հաղթահարելը դա ընդհանուր կապիտալի չափի ապահովումն է եւ շատ կարեւոր է, որ օրենքը հստակ սահմանի, որպեսզի կանխատեսելի լինի ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար։
Եվ շատ կարևոր է, որ դրա փոփոխությունը նույնպես լինի միայն օրենքի փոփոխության միջոցով, մասնավորապես ներկայումս կենտրոնական բանկը իրավասու է ոչ միայն սահմանել ընդհանուր կապիտալի չափը, այլ նաև իր հայեցողությամբ սահմանել այլ տնտեսական նորմատիվներ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև սահմանել ժամանակավոր գործողության տնտեսական նորմատիվներ եւ փոխել ընդհանուր կապիտալի չափը, որը ոչ միայն որոշակիության խնդիրն է բարձրացնում, այլ նաև այստեղ մենք ունենք իշխանությունների բաժանման սկզբունքի խախտում, որովհետև ի սկզբանե ազգային ժողովն է սահմանադրությամբ լիազորված ընդունել օրենքներ եւ իրականացնել օրինաստեղծ գործունեություն, տվյալ պարագայում ստացվում է օրինաստեղծ գործունեությունը փոխանցվում է կենտրոնական բանկին, ինչը սահմանադրության խախտում է եւ նպատակը ի սկզբանե ազգային ժողովին վերապայել օրինաստեղծ գործունեությունը մեկն է, որով ազգային ժողովը ունի օրենքների ընդունման փոփոխման հստակ ընթացակարգ եւ այդ ընթացակարգով անցնող օրենքներն ու փոփոխվող օրենքները կարող են ունենալ եւ ունեն որոշակի կանխատեսելիություն եւ հստակություն։ Իսկ երբ որ օրենքների ու ընդհանրապես որևէ բովանդակային նորմի սահմանում թողնվում է պետական մարմնին, հայեցողությունը այդ ոլորտում պետական մարմնի խիստ մեծ է եւ կարող է անկանխատեսելի հարցեր առաջացնել եւ անկանխատեսելի խնդիրներ առաջացնել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար։ Շարունակելով կարող եմ նշել, որ այստեղ մենք ունենք նաև որոշակիության հստակության լուրջ խնդիր ղեկավարներին առաջադրվող պահանջներում, տեղեկատվական անվտանգության առաջադրվող պահանջներում եւ այստեղ օրենքը նույնպես որդեգրել է նույն սկզբունքը, չի սահմանել որևէ հստակ կարգավորումներ եւ ամեն ինչ թողնվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանելուն։ Բացի այդ, կարևոր է նշել, որ գործունեություն ծավալելուց որոշակիության ու ապահովության տեսանկյունից շատ կարևոր է ունենալ լիցենզավորման, դիմումի մերժման եւ լիցենզիայի զրկման հստակ հիմքեր, սակայն մենք օրենքով ունենք օրինակ լիցենզավորման, դիմումի մերժման այնպիսի հիմքեր, որոնք ոչ միայն որոշակի չեն, այլ նաեւ անկանխատեսելի են լիցենզավորող մարմնի կողմից, որովհետև մենք փաստացի ունենք օրենքով սահմանված հիմք, որը թույլ է տալիս կենտրոնական բանկին մերժել լիցենզավորվող դիմումը այն պարագայում, երբ չի բավարարում լիցենզավորման համար դիմաց անձը օրենքով կամ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին։ Այսինքն, փաստացի մենք սահմանել ենք անսահմանափակ թվով լիցենզավորման դիմումի մերժման հիմքեր, եւ եթե մենք ուշադիր լինենք, լիցենզավորող ցանկացած օրենք, որը ընդունված է եւ գործում է Հայաստանի Հանրապետությունում, ունի լիցենզավորման դիմումի մերժում հստակ եւ սահմանափակ հիմքեր։ Մենք սահմանելով մի քանի հիմքեր, սահմանել ենք նաեւ վերջում այսպիսի հիմք, որը փաստացի հնարավորություն է տալիս մերժել լիցենզավորման դիմումը, վկայակոչելով ցանկացած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, որը կարող է հետագայում ընդունվել կենտրոնական բանկի կողմից։ Նորից մենք բախվում ենք վարկագծի կանխատեսելիության սկզբունքի ոտնահարմանը։ Բացի դրանից, լիցենզավորման դիմումի մերժման հիմքերի մեջ կարող եմ նշել, որ լիցենզավորման դիմումը կարող է մերժվել այն պարագայում, երբ որ անձը չի համապատասխանում կենտրոնական բանկի սահմանած տեղեկատվական անվտանգության պահանջներին։ Տեղեկատվական անվտանգության պահանջների մասով օրենքում ունենք միայն այս ձևակերպումը եւ որպեսզի անձի դիմումը մերժվի, մենք պետք է ունենանք օրենքով սահմանած որոշակի ցանկ կամ ունենանք որոշակի բովանդակություն, որը մեզ թույլ կտա հասկանալ, թե ինչ են ենթադրում տեղեկատվական անվտանգության չափանիշները։ Ունենալով այդպիսի սահմանումներ, անձի համար անկանխատեսելի է, թե հետագայում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով ինչպիսի չափանիշներ կարող են սահմանել եւ հստակ է, որ այսպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի կարող համարվել ի կատարումն օրենքի ընդունված, որովհետեւ այն փաստացի սահմանում է ու կարգավորում է այնպիսի հարաբերություններ, որոնք օրենքով որևէ կերպ սահմանված չեն։ Բացի դրանից, կարելի է նշել նաև լիցենզավորման հետագայում արդեն լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, որոնք նույնպես խիստ անորոշ են, չցանկանալով խորանալ հիմքերի բովանդակության մեջ, այնտեղ ակնհայտ է, որ օգտագործվում են այնպիսի անորոշ հասկացություններ, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ անձի իրավունքների սահմանափակման համար, որովհետև դրանք իրավասահմանափակող նորմեր են, քանի որ փաստացի անձին զրկում են լիցենզիայից, իսկ այդտեղ մենք ունենք բազմաթիվ անորոշ հասկացություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Մի շարք տեղերում ունենք հետևյալ հասկացությունը՝ կենտրոնական բանկի հիմնավորված կարծիք,
այնինչ պետական մարմնի հիմնավորված կարծիքը, նույնիսկ այն դեպքերում, երբ որ պետական մարմինը ունի որոշակի հայեցողություն, կարծիքը կարող է հիմնավորված լինել, եթե այն հիմնված է օրենքի վրա, այսինքն, եթե մենք չունենք օրենքում սահմանված հստակ կարգավորումներ, մենք պետական մարմնի հիմնավորված կարծիք հետագայում չենք կարող ունենալ, բացի դրանից, այստեղ շատ կարևոր է նշել, որ լիցենզավորման ուժը կորսած ճանաչելու հիմքերի մեջ նշվել է կենտրոնական բանկի հանձնարարականների ոչ ժամանակին կամ ոչ լրիվությամբ չկատարումը, ինչը էականորեն հակասում է ոչ միայն ՀՀ սահմանադրությանը, այլ նաև ՀՀ վարչարության ամբողջ օրենսդրությանը, քանի որ այս դեպքում պետական վարչական մարմնի հանձնարարականի չկատարումը կամ ոչ ժամանակին չկատարումը չի կարող համարվել լիցենզիայի ուժը կորսած ճանաչելու հիմք, որովհետև այդ հանձնարարականը ոչ միայն ակնհայտ չէ, թե ինչ նորմեր կամ ինչ պահանջներ կարող է պարունակել, այլ նաև պետական մարմնի հանձնարարականի չկատարումը որևէ պարագայում լիցենզիան ուժը կորսած ճանաչելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի դեռ այդպիսի կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձը թույլ չի տվել այնպիսի խախտում, որը հակասում է օրենքին եւ ներառում է լիցենզիան ուժը կորսած ճանաչելու մնացյալ հիմքերը։ Անդրադառնանք նաեւ օրենքով սահմանված այն անցումային դրույթին, որի համաձայն հնարավորություն է տրվում գործունեություն ծավալել օրենքի ընդունումից հետո այդ որոշակի ժամանակահատվածում, դա կոչվում է sandbox period, անգլերեն ասված, որը փաստացի այն ժամանակահատվածն է, որը սահմանվում է նախկինում մինչև օրենքի ընդունումը կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձանց համար գործունեություն ծավալելու համար օրենքի ընդունումից հետո, այսինքն օրենքի ընդունումից հետո միանգամից չի սահմանափակվում նրանց գործունեությունը, այլ որոշակի ժամանակ է տրվում նոր օրենքի ընդունումից հետո լիցենզավորման եւ լիցենզիայի ստացման համար։ Մեր օրենքով անցումային դրույթներով սահմանվել է, որ 1 տարվա ընթացքում նախկինում ծառայություններ մատուցող անձինք պետք է դիմեն եւ լիցենզավորվեն, սակայն այս դրույթից ոչ միայն չի բխում, որ նախկինում ծառայություններ մատուցող անձինք լիցենզավորման դիմում ներկայացնելու պարագայում կարող են շարունակել ծառայությունների մատուցումը, այլ մենք այստեղ ունենք շատ կարևոր խնդիր, անձինք հասկացությունը բացահայտված չէ եւ բարձր չէ խոսքը ֆիզիկական թե իրավաբանական անձանց մասին է եւ այստեղ սա կարևոր է այնքանով, որքանով որ նախկինում, քանի որ բանկերը հաշիվներ չեն բացել կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձանց համար, կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձանց համար հնարավոր չի եղել այդպիսի ծառայությունների մատուցումը որպես իրավաբանական անձինք, ու եթե այս անցումային դրույթը վերաբերում է իրավաբանական անձանց, փաստացի ստացվում է, որ նախկինում ծառայություններ մատուցող անձինք չեն կարողանալու շարունակել ծառայությունների մատուցումը, բացի այդ սահմանված է, որ 1 տարում նրանք պետք է դիմեն եւ լիցենզավորվեն, սակայն եթե մենք նայենք այլ երկրների փորձը, այնտեղ մենք ունենք հետեւյալ կարգավորումը, որ անձինք շարունակում են գործունեությունը ծավալել լիցենզավորման դիմում ներկայացնելու պարագայում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ստացել լիցենզավորման դիմումի վերաբերյալ կենտրոնական, օրինակ տվյալ դեպքում, եթե լիցենզավորման ունի կենտրոնական բանկն է, կենտրոնական բանկի որոշումը լիցենզավորելու կամ չլիցենզավորելու վերաբերյալ, իսկ մենք երբ որ սահմանում ենք 1 տարի ժամկետում դիմում են եւ լիցենզավորում են, ոչ միայն ակնհայտ չէ արդյոք նրանք իրավունք են ստանում շարունակել իրենց գործունեությունը, այլև 1 տարի ժամանակահատված պայմանավորել է այն պարագայում, երբ որ օրենքը ամբողջությամբ պարունակում է բլանկետային նորմեր եւ հողում է տալիս կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին, որը ենթադրում է այնպիսի նորմատիվ իրավական ակտերի ընդունում եւ նորից կանխատեսելի չէ այդ նորմատիվ իրավական ակտերը ինչքան ժամանակում կընդունվեն, 1 տարի ժամկետ սահմանելը տրամաբանական չէ, այլ պետք է հետևել մնացել երկրների փորձին եւ հստակ տալ նախ անձանց հասկացությունը եւ հնարավորություն տալ ոչ միայն իրավաբանական անձանց, այլ նաեւ անձնարարքատերերին, ովքեր մատուցել են այդպիսի ծառայություններ, շարունակել ծառայությունների մատուցումը նաեւ օրենքի ընդունումից հետո մինչեւ լիցենզավորման դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը։ Այսպիսով, ամփոփելով կարող եմ նշել, որ նախագծի հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ նորից հստակ պատկերացումների բացակայության պայմաններում նախագծում սահմանվել են այնպիսի դրույթներ, որոնք հստակ չեն, որոշակի չեն եւ խախտում են օրենքին առաջադրվող այս հիմնարար պահանջները, այս հիմնարար սկզբունքները, հիշվեց նաեւ նախագիծը կազմված է օրենսդրական տեխնիկայի մի շարք խախտումներով, որոնք փաստացի ստեղծում են այնպիսի մի իրավիճակ, որ մենք ունենք
կամ թվացial ունենք ոլորտը կարգավորող օրենք, սակայն փաստացի օրենքով հստակ որևէ հարաբերություններ չեն կարգավորվում եւ ինքը օրենքը բավարար չափով հիմնարար հարաբերությունները չի կարգավորում եւ ամբողջությամբ դրանց կարգավորումը թողնում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, ինչը ոչ միայն այս սկզբունքների, այլ նաև սահմանադրությամբ ամրագրված վարքագծի կանխատեսելիության սկզբունքի խախտում է եւ ինչպես ենք մենք պատկերացնում մեր տեսլականը, այսինքն մենք նշելով հայեցակարգային հակասությունները ընդունված օրենքի կամ քննարկվող օրենքի, դեռևս ընդունված չէ օրենքը, քննարկվող օրենքի եւ կրիպտոարժույթների ոլորտի մենք նաեւ նշելով արդեն իսկ քննարկվող օրենքի բազմաթիվ հակասությունները եւ թերությունները ցանկանում ենք վերանել մեր տեսլականը, որով առաջարկում ենք անկախ մարմնի վերապահել կրիպտո ոլորտի վերահսկողությունը, ստեղծել ռեգիստր, որտեղ գրանցվեն, լիցենզավորվեն կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձինք, առաջադրել օրենքով հստակ սահմանել նրանց ընդհանուր կապիտալի չափը, սահմանել AML KYC հստակ կառուցակարգեր, որոնք կապահովեն թափանցիկությունը ոլորտի, գործունեության թափանցիկությունը կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև առաջարկում ենք հետևել միջազգային լավագույն փորձին եւ ավանդական ֆինանսական հաստատությունները կարգավորող մարմնին թողնել ոլորտի կարգավորումը այնքանով, որքանով որ կրիպտոարժույթները կամարվեն արժույթներ, իսկ մնացյալ մասով հետևել Արգենտինայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի փորձին եւ սահմանել հենց կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող նորմեր, ոչ թե փորձել իմպլեմենտացնել ավանդական ֆինանսական հաստատությունները կարգավորող նորմերը այս ոլորտը կարգավորելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքասյան, ես լրացնեմ, որ մեր կողմից ներկայացված առաջարկությունում շատ ավելի մանրամասն են հիմնավորումները բերված, թե պարոն Սուքասյանի կողմից վկայակոչած երկրների փորձի, թե այդ փորձի այն առավելապես կարևոր հանգամանքների մասով կարգավորումների, մենք գտնում ենք, որ առնվազն, սկզբունքային այնտեղ դրույթները, որոնցով առաջարկվում է, որ պետք է նախագիծը այս տեսքով չընդունվի կամ ամբողջությամբ նոր նախագիծ բերվի կամ այս նախագիծը արմատական փոփոխությունների ենթարկվի, բայց մենք գտնում ենք, որ այն աստիճանի պետք է փոփոխվի, որ ուղղակի չի կարող գոյություն ունենալ այսօրվա տեքստը, որտեղ ոնց որ ամբողջությամբ կառուցված է կենտրոնական բանկի անսահմանափակ հայեցողության վրա։ Այսինքն մենք իրականում այս նախագիծը ուսումնասիրելուց տեսնում ենք, որ ոչ թե մեր պետությունը ուզում է կարգավորի սա, այ հավանաբար հենց պարոն Ավետիսյանի նշած խնդիրներով պայմանավորված, այն որ բնականաբար падգամավորների համար էլ այս ոլորտը որոշակիորեն խորտ եւ կառավարության անդամների մեծամասնության համար այդքան էլ པարզ չի այս ոլորտը եւ այնպիսի տպավորություն է, որ այո, կա անհրաժեշտություն կարգավորելու, կենտրոնական բանկում ոնց որ ընդհանուր տեղեկություններ ունեն, ամբողջությամբ տանք իրանց թող կարգավորեն։ Այսինքն ոչ թե սա օրենսդրական նախագիծ է, այլ կարծես թե կենտրոնական բանկի ամենաթողության օրինականացում։ Կենտրոնական բանկի անսահման հայեցողության արձանագրում ազգային ժողովի կողմից, որտեղ ճիշտ է ասում Նահապետ Սուքասյանը, մենք մեր սահմանադրական սկզբունքները նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի ազգային ժողովը իր գործառույթները այդ աստիճանի փոխանցի որևէ, ասենք, չգիտեմ, գործադիր իշխանություն կհամարեն կենտրոնական բանկը կամ չենք համարի, այնուամենայնիվ, եթե չենք համարի ավելի վատ, որևէ այլ մարմնի փոխանցի իր գործառույթները այդ ծավալը։ Այսինքն այնպիսի տպավորություն է, որ օրենսդիր մարմինը իր վրայից գցում է այդ բեռը։ Ինչ վերաբերում է, որ մենք ուզում ենք գուցե եվրոպական կարգավորումներին նմանվենք, տեսեք, այ պարոն Ավետիսյանն ասում է, որ անթույլատրելի է, որ մենք Եվրոպայի առաջարկած այդ համընդհանուր միկա կանոններով այս ոլորտը կարգավորենք։ Այո, ես նրա հետ համամիտ եմ, որտեղ մենք եվրոպական երկրներից էապես տարբերվող վիճակում ենք գտնվում։ Եվ մեր համար կրիպտո ոլորտը կարող է շատ ավելի հեռանկարային լինել, քան օրինակ, չգիտեմ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, որոնք տնտեսապես զարգացած հզոր երկրներ են, գիտեն իրենց տնտեսական զարգացման ճանապարհները եւ ըստ էության կարող են նաեւ նոր ոլորտներին այդքան շտապ չվստահել եւ ավելի շատ ռիսկային գործոն ավելի բարձր պահել, որտեղ իրենք ռիսկի գնալու խնդիր չունեն։ Բայց մենք այնպես չի, որ ընդունել ենք Միկայի կանոնները դրա առաջարկի շրջանակներում։ Ստացվում է, որ Ֆրանսիան այսօր
կարողացել է Միկայի շրջանակներում, այն հիմնական երկրներից մեկը լինելով, օրինակ անկախ մարմին տալ այս ոլորտի կարգավորում։ Այսինքն Միկայի կարգավորումները ընդունելը դա այսինք այսօրվա առաջարկի, չգիտեմ, 5%-ն է։ Եթե մենք Միկայի կանոնները ընդունենք, բայց ընդունենք Ֆրանսիայի ձևաչափով, մենք մի 95% ավելի լավ վիճակ կունենանք, քան այսօրվա նախագիծը այս տեսքով ընդունելու։ Այսինքն մեր նախագիծը Միկան էլ չի։ Իր սկզբում գրվում է, որ մենք հաշվի առնելով Միկայի կանոնները, բայց Միկայի կանոնները նման բան չի ասում։ Միկայի կանոնները օրինակի համար ասում է, որ կրիպտո չենջերի կապիտալը պետք է սկսի $50,000-ից։ Հասկանաք, $50,000 դա կարող է մեր երկրի համար բարձր գումար է, որտեղ Եվրոպայով է հաշված։ Գուցե մեր մոտ պետք է լինի $5,000, եթե Եվրոպայում $50,000-ն է կանոնադրական կապիտալի գումար։ Բայց մենք չենք գրել $50,000, որ հիմա էլ մենք այստեղ, չգիտեմ, խոսենք նրա մասին, որ գիտեք ինչ ժողով, մեր երկրի համար 50,000 ավել է։ Պարոն Ավետիսյան ջան, մենք այնպես ենք ձևավորել եւ կենտրոնական բանկի պաշտոնյաների խոսքերից այնպես այրվում, որ մեր մոտ ոչ թե $50,000 է լինելու, այլ $500,000 կարող է լինի, կարող է $1 միլիոն լինի։ Եվ նման ձևակերպումները Միկայի կանոնակարգումից այնքան են հեռացել, այնքան ավելի են վատթարացել կրիպտոյի ոլորտում գործունեություն իրականացնող գործարարի, կրիպտոյի ոլորտի հետ առնչություն ունեցող ներդրողների վիճակը, որ մենք Միկա ասել է, դարել է ձևական բնույթ կրող։ Սա է մեր եզրակացությունը նաև այս առումով, եւ եթե ուզում եք Միկայի կանոնները պահեք, Միկայի կանոնները եկեք մի փոքր ադապտացնենք մեր երկրի վիճակին, մի փոքր թեթևացնենք եւ ընդունենք։ Այսպես ասած, մենք Միկայի կանոնները ասում ենք մի 10%-ով թեթևացնենք մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով, բայց նախագծով Միկայի կարգավորումը 50 անգամ խստացված է։ Այս սա է բալանսը ընդհանուր, եւ օրինակ եթե մեր պետությունը այնուամենայնիվ գտնում է, որ պետքա ոլորտին կենտրոնական բանկը առնչվի, կարող է անկախ կառույց ստեղծել, օրինակ մենք ասում ենք տվեք բարձր տեխնոլոգիաների նախարարությանը, կենտրոնական բանկը ասում է տվեք մեզ, պետությունը կարող է մի նոր կառույց ստեղծի, որտեղ օրինակ, չգիտեմ, հա, ասենք պայմանականորեն լինի 9 անդամ, այդ 9 անդամից 3-ին կենտրոնական բանկը նշանակի, 3-ին նշանակի բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, 3 հոգի էլ օրինակ չգիտեմ, ասենք հասարակական միություն ստեղծվի կրիպտո ոլորտի եւ այն անձիկ, ովքեր այս ոլորտում տարիներ շարունակ գործունեություն են իրականացնում, իրանք առաջադրեն եւ բալանսի բերվի կարգավորումները։ Այսինքն կենտրոնական բանկը իր մտավախությունները կարող է ներկայացնի եւ պետության ներկայացուցիչները, նախարարությունների ներկայացուցիչները լինեն օրինակ բացարձակ մեծամասնություն, բայց չլինեն ամբողջությամբ կենտրոնական բանկի հսկողության տակ։ Այդ տեսակ ես ուզում եմ մի օրինակ բերեմ, որ պատկերացնեք կենտրոնական բանկի անսահմանափակ լիազորություններ տալու խնդիրը։ Մեր հարևաններից մեկը Իրանն է։ Իրանի հետ մենք ունենք շատ մեծ ծավալի ապրանքի շրջանառություն։ Մեր օրենսդրությամբ դա արգելված չի, մեր պետությունը չի միացել այն սանկցիաներին համաշխարհային, որոնք Պարսկաստանի հետ շրջանառությունը, առևտրաշրջանառությունը արգելում են, բայց դրանք կան եւ այդ սահմանափակումները միջազգայինորեն ընդունված համաշխարհային բանկի միջոցով եկել հասել Հայաստանի բանկային համակարգը սահմանափակել են։ Ու ինչ է առաջանում, մենք Պարսկաստանի հետ դրամական, դոլարային եւ այլ փոխանցումներ մեր բանկերը չեն կարողանում անել, դա ամբողջությամբ արգելված է։ Եվ այսօր Պարսկաստանի հետ հսկայական առևտրաշրջանառություն կարող է իրականացվել կրիպտո ոլորտի միջոցով, որը համաշխարհային բանկային համակարգից դուրս է։ Եվ դրանով մեր պետությունը միջազգային պարտավորությունները չի խախտի, մեր հարևան Պարսկաստանի հետ տնտեսական հարաբերությունները ել ավելի կզարգացնի, ինչ որ չափով նույնիսկ այսօր այդ կրիպտոն շրջանառվում Պարսկաստանի հետ առևտրի մեջ, բայց դրա ծավալները կարող են 10-ապատկվել, 100-ապատկվել եւ սա մեծ հնարավորություններ կարող է բացել։ Բայց մենք լսում ենք քննարկումների ժամանակ պարոն Ավետիսյանի ասած այդ 0.05%-ն է, թե 0.25%-ն է, այսինքն մի չնչին չափ կա, որ հանցավորություն է իրականացվում նաև կրիպտոյի փոխանակմամբ, հարգելիներս, բա դրամով ու դոլարով ինչքան հանցագործություններ է իրականացվում, խարդախություններ ու կեղծ փոխանցումներ չի իրականացվում։ Դե եկեք հանցավորության դեմ պայքարի համար եկեք բանկային փոխանցումները արգելենք։ Այնտեղ տոկոսը ավելի մեծ է։ Իհարկե չի կարելի նման բան անել։ Պետք է ուղղակի ինչ-որ միջոցներ կիրառել, որոնք կիրառում են։ Միացյալ Նահանգներում կան բազմաթիվ կրիպտո չենջեր, մենք ուսումնասիրեցինք այն ահապետին խնդրեմ թվերը ասի, թե քանի չենջ կա Միացյալ Նահանգներում, հիշում եք թվերը, եւ Եվրոպայում։ Այսինքն ԱՄՆ-ում մոտավորապես գործում են 30,000, Եվրոպայում 1,700, Շվեյցարիայում միայն 130, շնորհակալ եմ։
արդեն պատկեր ունեցան։ Հիմա մենք ունենք change-եր, որտեղ կանխիկ գումարով, հայ կանխիկի մասին էլ եմ ուզում մենք շեշտադրենք, Ամերիկայում, Եվրոպայում, Եվրոպայի օրինակելի երկիր Շվեյցարիայում կարողանում են անձիկ եվրոն կամ դոլարը կամ այլ արժույթը դարձնեն կրիպտո կամ կրիպտոն դարձնեն այլ արժույթ։ Բայց Հայաստանում մենք մի այլ օրենքով, որը արդեն ընդունվել է, բացառում ենք կրիպտո ոլորտում անկանխիկի շրջանառություն։ Կներեք, կանխիկի շրջանառություն։ Այսինքն մենք, չգիտեմ, էլի, մենք մեկ այնպիսի կարգավորումներ ենք անում, որ չեմ հասկանում ուր են գնում։ Եթե մեր նպատակը զարգացած եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, նրանց օրինակը վերցնելն է, եկեք գոնե նրանց օրինակով անենք։ Մեր կարծիքով այստեղ նստածներից, որ մեր երկրի իրավիճակը այնպեսին է, որ ավելի նախընտրելի է բացառիկ երկրների օրինակը, օրինակ Էմիրությունների, Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, Սալվադոր երկրի օրինակը, օրինակ Սալվադորի օրինակը կխնդրեմ պարոն Ավետիսյանը, եթե հնարավոր է դարձ ներկայացնի, որպեսզի պատկերացում ունի, թե ինչ կարգավորումներ կան, որը կրիպտոյի զարգացման եւ տնտեսության բարձր արժեքների գեներացման են։ Բայց մեր ասած այն է, որ մենք ոչ Միկան ենք պահում, ոչ Ամերիկայի փորձ ենք պահում, ոչ Եվրոպային ենք պահում։ Եթե նույնիսկ մենք ամբողջությամբ վերցնենք օրինակ Ամերիկայի, Ֆրանսիայի, չգիտեմ, Շվեյցարիայի փորձը, այդ պայմաններում է մեր մոտ համ կանխիկով պետքա կրիպտոյի առևտուրը լինի եւ պահպանվեն change-երը։ Միկայի կանոններով պետքա $50,000 լինի շեմը, որը հաղթահարելի է։ Ֆրանսիայի օրինակով պետքա անկախ մարմին լինի, ինչպես բազմաթիվ գրեթե երկիր չկա, որ կենտրոնական բանկը լինի միաձայն որոշող լիցենզավորումը, ու այլ երկիր չկա, ուղղակի չկա, որ Հայաստանի չափ կենտրոնական բանկին լիազորություններ տա։ Բացառիկ է ուղղակի քննարկելու չի։ Այդ խնդրեմ պարոն Ավետիսյան, եթե դեմ չեք Սալվադորի օրինակը եւ ընտեղի տնտեսական մուտքերը ապահովել, երբ որ կրիպտո, այսպես ասած, տնտեսության կարևոր ճյուղը արձանագրվել պետական մարմինների կողմից, կարող եք հատկի։ Հա, իհարկե, նաեւ մի երկու բաներ էլ անդրադառնում դուք նշեցիք, օրինակ այդ կանխիկի շրջանառության մասով հիմա խոսում ենք, չէ՞, որ կրիպտոն ոնց որ բանկային համակարգին որպես այլընտրանք հանդիսանում, նաեւ միջնորդավճարներն է պակասացնում այդ հարցում ակտում, բայց հիմիկվա օրենսդրությամբ փորձում են նենց անել, որ այդ բոլոր հոսքերը կան մի հատ ամենավերջում կամ ամենասկզբում նորից բանկային համակարգով անցնեն ու այդ ամեն ինչը դառնում է անիմաստ, կրիպտո այդ գործառույթներից մեկը, որ միջնորդավճարները պակասացնում ենք ու ապա միջնորդավորում ենք ֆինանսները, որ մարդիկ կարողանան ավելի անմիջական իրար փոխանցել, այսինքն այդ հիմնական սկզբունքներից մեկը նորից խախտումն է։ Երբ որ խոսում ենք Եվրոպական միության մասին, ինքը այնտեղ այդ գիգանտ բարդ օրենսդրությունը բերել է դրել է, նաև այն պատճառով, որ իրանք այդ ազդեցությունը ունեն, իրանք այդ կշիռը ունեն, իրանք ունեն մեծ տնտեսություն, մեծ բնակչություն ու հաճախ նմանատիպ պետությունները կամ միությունները կարողանում են իրենք թելադրել բիզնեսներին, թե ինչ կանոններով պետքա աշխատեն այդ բիզնեսները, որպեսզի կարողանան իրանց հարուստ բարեկեցիկ բնակչությանը սպասարկել։ Ճիշտ է, ի վերջո տեսնենք, որ օրինակ նույն Եվրոպական միությունից խոշոր բիզնեսները հեռանում են, որտեղ երկկարգավորումներ կան կամ էլ այլ տեղեր են գրանցում, որպեսզի այդ անտրամաբանական բարձր հարկերը չվճարեն, բայց նորից ուզում եմ շեշտեմ, որ իրանք այդ կշիռը ունեն, դրա համար կարողանում են այդքան բարդ կարգավորում դնել։ Հիմա մեր Հայաստանի դեպքում որ մենք ունենք փոքր տնտեսություն, ունենք փոքր բնակչություն ու աշխարհին առաջարկելու շատ սահմանափակ բաներ ունենք, մենք էլի դնում ենք այդ բարձր պահանջներով բանը, որ կրիպտո ընկերությունները, որոնք որ հեռանում են Եվրոպայից հետո նույն մի օրենսդրության պատճառով, նաև չգան Հայաստան։ Իրանք երբեք Հայաստանում գոյություն չեն ունեցել ու մենք փոխարենը հնարավորություններ օգտագործենք, որ այդ ընկերություններին բերենք մեր մոտ, ձգենք, այդ բարենպաստ միջավայր ստեղծենք, որ կան այդ ընկերությունները այստեղ տեղակայվեն, այստեղ աշխատատեղեր ստեղծեն, այստեղ շահույթ գեներացնեն, հարկեր վճարեն, տնտեսությունը զարգացնեն, փոխարենը էլի են բարդ բացական կարգավորումն ենք բերում, որի պատճառով հեռանում են Եվրոպական միությունից այդ ընկերությունները։ Հիմա խոսելով նաև մեր տեղական խնդիրների ու նյուանսների մասին, մենք հիմա ունենք, ինչպես պարոն Սարդարյանը նշեց, առևտրային գործընկեր կամ մի քանի գործընկերներ, ովքեր որ ֆինանսական համակարգից գլոբալ կտրված են, ու նրանց հետ ունենք մեծ առևտրաշրջանառություն։ Հիմա այդ առևտրաշրջանառությունը, քանի որ դժվարացել կամ որոշ դեպքերում անհնար է դարձել բանկային համակարգով պետական արժույթներով իրականացնելը, դրան փոխարեն կարելի է կրիպտո արժույթներով իրականացնել։ Ու այս պայմանությամբ էլ մեծ առևտրաշրջանառություն կա հենց կրիպտո արժույթներով տեղի ունեցող։ Ու դա բխում է մեր պետության շահերից։ Ոնց որ կրիպտոն ինքը իր էությամբ, ոնց որ ազատականացնում է, ավելի հզորացնում է անհատներին, նույն ձև ինքը հզորացնում է պետություններին։
որ եթե ինչ-որ պետություններ պայմանավորվել են, որ մեր առևտրային գործընկերներն օրինակ դուրս են մղում ֆինանսական համակարգից, բայց մեր շահերից բխումա, որ մենք իրանց հետ շարունակենք գործունեություն ծավալելը, տնտեսական հարաբերությունները, մենք կարող ենք մեր ստեղծած մեխանիզմներով, եղանակներով, անկախ փողով, կրիպտոարժույթներով այդ նույն գործունեությունը ծավալել։ Երբ որ գալիս ենք Սալվադորի օրինակին, ինքը իրականում այնտեղ երբ որ կարծում ուսումնասիրում ես թե ինչի են գնացել այդ քայլին, իրանք ընդունել են բիթքոինը որպես պետական արժույթ։ Իրանք դարձել են կրիպտոյի մայրաքաղաքը աշխարհում։ Ու պատճառներից մեկը ինչ են իրանք գնացել այդ քայլին, այն է, որ իրանք ուզում էին անկախանալ այդ միջազգային վերպետական ֆինանսական կառույցներից, ովքեր որ հաճախ իրանք այդ միջազգային վարկերի կամ ռեգուլյացիաների կամ ազդեցության միջոցով ինչ որ ձևով կախվածության մեջ էին դնում այդ պետությանը, ֆինանսական կախվածության մեջ էին դնում։ Ու հիմա թեզերել են շրջանառվում, որ այդ միջազգային կառույցները հաճախ նաև զարգացող երկրներին ստրկացնում են այդ անվերջ վարկեր տալով ու կախվածության մեջ դնելով, հետո արդեն իրանց ռեսուրսներ կլելով, չգիտեմ, այս հանքը մեզ կտաս, այս նավահանգիստը մենք կառավարենք եւ այլն, ու այդպիսի մեծ կախվածության մեջ են պետությունները դնում այդ ֆինանսական հոսքերը ու կառույցները ղեկավարելով։ Սալվադորն էլ ասեց, այստեղ անկախ փող կա, որը որ բոլորի փողն է, մենք դա որպես զուգահեռ իրականություն, որպես այլընտրանք ենք օգտագործելու, ու հիմա նաև տեսնում ենք այդ ֆինանսական կառույցները շատ ջղաձգումներով են դրան արձագանքում, նույն արժույթի միջազգային հիմնադրամը արդեն տարիներ շարունակ Սալվադորն ասում է թարգեք այդ ձեր կրիպտոյի բանը, հանեք որպես պետական արժույթ լինելը, բիթքոին մի առեք որպես պետություն ներդրումներ մի առեք դրա մեջ, որովհետև դա իրանց ազդեցությունից է այդ ամեն ինչը խլում։ Բայց դա հզորացնում է օրինակ Սալվադորի անկախությունը ու նույն բանը հնարավոր անել բոլոր պետությունների դեպքում, նաև Հայաստանի դեպքում։ Ու նույն Սալվադորը կրիպտոյի մայրաքաղաք դառնալու այդ ազատական մոտեցումները ցուցաբերելու արդյունքում ինքը հրապուրիչ է դարել աշխարհում բոլոր կրիպտո ընկերությունների համար, հարյուրավոր ընկերություններ այնտեղ գնում տեղակայվում են, ներդրումներ են անում, օրինակ այնտեղ ամենամեծ մայնինգի ֆերման աշխարհում կառուցվում 1 միլիարդ դոլարի ներդրում են մենակ դրա վրա արել, բիթքոինի քաղաք են կառուցում, որի վրա արդեն 1.6 միլիարդ դոլար ներդրում է արվել, ու անհատակ ընկերությունները ամեն մեկը իր մասով էլ գալիս այդտեղ ներդրումներ անում, աշխատատեղեր է ստեղծում, օրինակ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը մեկ անձի հաշվով Tether-ն է, Tether-ը ունեցել է անցած տարի 13 միլիարդ դոլարի շահույթ, ունի ընդամենը 150 աշխատակից։ Այսինքն մի աշխատակցի հաշվով 85 միլիոն դոլարի շահույթ է ունեցել այդ ընկերությունը։ Այդ ընկերությունը իր գլխամասը գնում է տեղակայում է Սալվադորում, որովհետև Սալվադորը այնպիսի միջավայր է ստեղծել ու այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որը որ աջակցում է այս ոլորտին, նպաստում է այս ոլորտի զարգացմանը ու բարենպաստ պայմաններ է ստեղծել այդ ընկերությունների համար։ Ու մենք նույնպես քիչ սահմանափակ տնտեսական հնարավորություն ունենալով կարող ենք այս ահռելի հնարավորությունը օգտագործել, որպեսզի այդ մեծ գիգանտ խոշոր ընկերությունները, որոնք որ հիմա ահռելի կրիպտո ֆինանսական հոսքեր են տնօրինում ու սպասարկում, գան Հայաստանից այդ նույն գործունեությունը ծավալեն։ Գան այստեղ ուժեղացնեն, մեծացնեն մասնագիտական ներուժը, գան այստեղ աշխատատեղեր ստեղծեն, հարկեր վճարեն, որով որ կնպաստեն մեր պետության ու տնտեսության զարգացմանը։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, ես հույսով եմ, որ մեր համապատասխան մարմիններում այս քննարկումների ընթացքում մեր առաջարկություններին ուշադրություն կդարձնեն, սա ուղղակի առաջարկություն չի, այ խորը վերլուծություն կա այլ երկրների փորձի, վերլուծություն կա ռիսկերի այս ձևաչափով օրինագիծը ընդունելու, ասեմ, որ սա միայն մեր, այսպես ասած, իրավաբանական գրասենյակի դիրքորոշումը չի, պարոն Ավետիսյանը գործող կրիպտո exchange-ի հիմնադիր է եւ օրենսդրական բազմաթիվ բացերի պայմաններում նա իր նախաձեռնությամբ հենց սկզբից գտել է ճանապարհը, որպեսզի պետության հետ իր հարաբերություններում բաց լինի եւ այն հարկման գումարը, որը պետք է հարկվի, դա բացառիկ բարեխիղճություն է եւ այսպիսի անձիկ նույնպես կան կրիպտո ոլորտի exchange-երով զբաղվող եւ մենք գտնում ենք, որ պետք է այս անձանց կարծիքը լսվի այս օրինագիծը ընդունելու փուլում, նրանցից գուցե կարելի է խումբ ձևավորել, որոնք նույնպես իրենց քննարկումների ժամանակ դիրքորոշումները կներկայացնեն։ Մենք նույնպես պատրաստ ենք մեր կողմից ներկայացված նախագծի ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնել։ Կարևոր է, որպեսզի մենք այստեղ այնպիսի սխալ չանենք, որ այս նախագիծը այս ձևով ընդունվի։ Պետք է դա բացառել, որտեղ դա խիստ վտանգավոր է։ Եվ պետք է անպայման օրենսդրական արդեն իսկ փոփոխված այն դրույթը, որ կանխիկ շրջանառության կրիպտոյի ձեռքբերումը եւ հակառակը արգելումը պետք է վերացնել։ Այս մասով ասենք, որ մեր ուսումնասիրության մեջ
տրվում է այն միջազգային գործիքները, որոնք օգտագործվում են եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում այդ կանխիկ գումարը չենջերում փոխելուց անձանց իդենտիֆիկացնելու կանոնների վերաբերյալ եւ մենք ամբողջությամբ գտնում ենք, որ այդ կանոնները մենք կարող ենք միջազգային լավագույն փորձը ներմուծել մեր օրենսդրություն եւ այդ պահանջները դնել հստակ կարգավորել, որպեսզի հանցավորության դեմ պայքարը նույնպես բարձր մակարդակով իրականացվի։ Եվ այս գործիքները ունենալու պայմաններում միջազգային փորձում այդ գործիքների լայնորեն կիրառման պայմաններում կանխիկ շրջանառությունը կրիպտոից, այսպես ասած, վերացնելը նույնպես առանձին մի խիստ վտանգավոր ռիսկ է, որ կարող է կրիպտո ոլորտը սպանել Հայաստան։ Այսքանը, շնորհակալ եմ։ Եթե կարելի է, պարոն Սարդարյան, դուք ձեր վերլուծության բանին եք, առաջարկներին եք հղումանում, դա հրապարակվել է կամ ուղարկվել է պետական մարմիններին։ Մեր օրենսդրական ուրեմն առաջարկությունը ուղարկվել է թե կառավարություն, թե առանձին պարոն վարչապետին, թե արդարադատության նախարարին, ուղարկվել է նույնիսկ կենտրոնական բանկ, բարձր տեխնոլոգիաների նախարարություն, ուղարկվել է ազգային ժողովի ուրեմն այն գերատեսչություններին, որոնք օրինագծի վերաբերյալ պետք է եզրահանգումներ տան եւ հույսով ենք, որ ազգային ժողովում այն նույնպես լայնորեն կքննարկվի, եթե լինի համապատասխան հրավեր, մենք սիրով երևի պարոն Սուքիասյանը, գուցե միասին ես եւ պարոն Սուքիասյանը կարող ենք գնալ եւ ներկայացնել կետ առ կետ միջազգային ուրեմն այն դրույթները, որոնք առաջարկում ենք եւ դրանք չիմպլեմենտացնելու դրա փոխարեն առաջարկվող նախագծով ընդունելու ռիսկերը։ Եթե գաղտնիության գործոն չկա, ինձ թվում է հրապարակայնացնել է կարելի այդ փաստաթուղթը, որովհետև համենք հետաքրքրված կլինի էլի կարդալուսում ասելու։ Այդ դեպքում մենք խնդիր չենք տեսնում, մեր առաջարկությունը կտեղադրենք նաև մեր LSA Facebook-յան էջում, ես հենց այսօր հանձնարարությունը կտամ, որպեսզի մասնագետները մեր էջում տեղադրեն։ Այդ մասով ես էլ կուզեի մի բան ավելացնել, որ մեր առաջարկության բովանդակությունը այնքանով է կարևոր, որ ոչ միայն այն ուղղված է զուտ հայեցակարգային բախմանը նախագծի հետ, այսինքն ոչ միայն մենք ունենք հայեցակարգային խնդիր նախագծի հետ, այլ նույնիսկ եթե մենք ընդունում ենք այս հայեցակարգը, շատ կարևոր է ֆիքսել, որ այս նախագիծը եթե ընդունվում է եւ դառնում է գործող օրենք, փաստացի որևէ անձի համար կրիպտո ակտիվներով ծառայություններ մատուցող անձի համար հնարավոր չի լինելու լիցենզավորվել եւ մատուցել ծառայություններ, որովհետեւ նախագիծը ինքնին չի համապատասխանում օրենքին առաջադրվող հիմնարար պահանջներին։ Սա շատ կարևոր է ֆիքսել, որ այստեղ մեր խնդիրը ոչ միայն հայեցակարգային բախումն է նախագծի հետ, ոչ միայն մենք հայեցակարգային հարց ենք բարձրացնում, այլ նաեւ օրենսդրական տեխնիկայի եւ օրենքի սահմանադրությանը համապատասխանեցնելու հարց ենք բարձրացնում, որ եթե մենք նույնիսկ շարունակելու ենք այս հայեցակարգով, ապա օրենքը պետք է առնվազն համապատասխան լինի սահմանադրությանը, հստակ լինի, որոշակի լինի, որպեսզի անձին նույնիսկ եթե իրենց ծառայությունները մատուցում են ու գործունեությունը ծավալում են այս կարգավորումների շրջանակում, փաստացի հնարավորություն ունենան այն իրականացնել, որովհետև այսօր նախագծում մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս լիցենզավորող մարմնին բացառապես կամայականության հիմքով մերժելու թե լիցենզավորման դիմումները եւ նույնիսկ լիցենզավորելու պարագայում հետագայում լիցենզիան ուժը կորսած ճանաչելու։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, ես փորձեմ մի քիչ ավելի մատչելի ասեմ պարոն Սուքիասյանի ասածը, նա հետեւյալն է ասում, որ անորոշության աստիճանը նրան է հասնում, որ չի կարող տնտեսվարողը ենթադրենք այնուամենայնիվ ընդունվեց օրինագիծը եւ ինչ որ անձ որոշում է այս պայմանների շրջանակներում աշխատի, ուղղակի այդ օրենսդրությանը ծանոթանալով ինքը չի կարող պատկերացնել, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի, հա, եւ ինքը մտնելու է ռիսկային դաշտ, որտեղ եթե նույնիսկ կենտրոնական բանկը սահմանի չափանիշներ ինքը ուսումնասիրի այդ փաստաթղթերը եւ որոշի այդ փաստաթղթերի պահանջներին համապատասխան ներդրում անել, 10 օր հետո կենտրոնական բանկը այն աչքանի հայցողություն ունի, որ կարող է դա փոխել։ Եվ սա նույնպես անընդունելի է, այստեղ միակ բանը, որ կարա իրավական առումով պաշտպանվելու տեսակետից անի, ինքը չէր կարա մտնի վարչական դատարանում հաջողության հասնի, որովհետև օրենքով տված է, ինչ ուզում է անի կենտրոնական բանկը։ Մտնես վարչական դատարանը նայելու ասելու դա օրենքով գրած է, որ ինչ ուզի կարա անի կենտրոնական բանկը, եկել եք ինչ անեմ, ինչով օգնեմ ձեզ։ Օրենք չկա, որով ես կարամ օգնեմ քեզ տնտեսվար։ Մնում է սահմանադրական դատարան հասնելը օրենքը հակասահմանադրական ճանաչելը, որը գիտեք, որ մի քանի տարի է տևում։ Այսինքն մի քանի տարում մենք կրիպտո ոլորտից ոչ մի բան չենք ունենա մեր երկրում, մինչև հասնենք սահմանադրական դատը։ Այսքանը, շնորհակալություն, այսքանով ավարտվեց։